319-ի հետ կապված, եթե հիշում եք Արի դատան հետ հոդվածի հետազոտման ժամանակ, քննարկման ժամանակ, մենք երբ որ պահանջեցինք, որ ամեն ապացույց, որը որ հրապարակվում է դրա մասով ասեն ինչ է հիմնավորում, դուք նույնիսկ ընդհատեցիք նիստը, արդեն ավարտին եք ճիշտ է մոտերին, բայց ընդհատեցիք, ասացիք, որ հաջորդ դատական նիստին պարտավորեցիք հանրային պաշտպաններին, հանրային մեղադրողներին, հաջորդ դատական նիստին յուրաքանչյուր ապացույցի հետ կապված հակիրճ ներկայացնեք այդ ապացույցով ինչ են ուզում հիմնավորում։ Դա հիշեցնեմ ձեզ, շատերին նստած կոլեգաներս կհիշեն, այդ հանգամանքն եղել է։ Մենք այն ժամանակ էինք ասում, որ վերջիկ կայացնելու համար ինչ փաստեր ներկայացնում եք, նշեք յուրաքանչյուր փաստով ինչ եք ուզում ապացուցել։ Եկան այդ օրը դատական նիստին, հաջորդ դատական նիստին հակիրճ քննարկված է թեման, հանրային մեղադրողներն ասեցին, որ ժամանակ տվեք, ժամանակ չունենք, չենք հասցրել, որպեսզի կարողանանք ծավալունը այդ մասով դիրքորոշում։ Նույնիսկ մի անգամ էլ դա է հետաձգվել նիստը։ Իսկ հետագայում արդեն հրապարակվեցին ապացույցները իրենց կողմից, մեղադրած կողմից ներկայացած ապացույցներն ու անցանք առաջն։ Հիմա եկել ենք այն վիճակին, որ հրապարակվում է այդ հերթական ապացույցը, մենք նորից 319-ի հոդվածի քննարկման ժամանակ այդ դիրքորոշումն էինք հայտնել։ Տեղափոխել ենք հետազոտման։ Հետազոտումից հետո մենք տեղափոխում ենք վերջում արդեն 334-35 հոդվանդերից էլ արդեն թույլատրելիության վերաբերության հարցը այն ժամանակ են քննարկում, հարգի դատան, եթե մեղադրանքի ծավալին, մեղսադրվող արարքին, մեղադրյալներին վերաբերվող ընդհանուր քրեական գործի նյութերն ենք հետազոտում։ Այլապես եթե անց կա, որը որ չի անցնում այս քրեական գործի նյութերով, որովից է տեղ նրա անունը չի նշվում, ինչպես? Կարդացելիք Սուրեն անունով մարդ չեն տեսա մեղադրական։ Սարգիս կներեք, Սարգիս անունով կհրապարակեք մեղադրական է, սուս մնան նստեմ։ Բկաների Մեկ նստեք բոլորը։ Դատական նիստը պատվաժան դատական։ Ինչի պետք է Սարգիս Հարությունյանի տանից դեպաս ինչ-որ դեպքի համար ես մի տարի տանային կրամանքի կամ ժամանավորված եմ։ Պատվաժան դատական։ Որ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր կամնի անհապետի հանրություններ են ասել, պատվաժան դատական։ Նստեք հիմա, այս բայ ես դու չեմ տվել խոսալ։ Նստեք, վերջացնի պաշտպանը հետ։ Հարգի դատական, եթե հանրային մեղադրողացման վերաբերում հարցը վկաներին, վկանեն ինչ կապ ունի վկայի տանից գտած ապրանքը, եթե անձին պետք է մեղսագրեին արար մասնակցություն այդ զենքի օգտագործում 18 արքաների կողմից, այդ անձը ոնց է վկայի կարգավիճակով մնացել։ Նրանք պետք է մեղադրանք առաջադրեն։ Վկայի տանից ինչ է նշանակում, վկայի տանից են հայտնաբերել։ Նույն տարբերակով պաշտպանների տանից են մտնեք ստուգեք, ասեք պաշտպանների տանից են հայտնաբերել նույն զենքը։ Վարդի մասնակիցներ նորից եմ կրկնում, նախ լրություն հիմա ստիպված կլեմ դատական նիստը հետաձգելու լրություն։ Դատարություն մեղադրանքի կողմը պարտավոր դատարանին ապացուցելու որքանով է վերաբերելի, որքանով է թույլատրելի այդ ապացույցը եւ որքանով են վերաբերելի։ Դա նորից եմ կրկնում, այս փուլում ապացույցները ներկայացնում եզրափակիչ ելույթներով։ Մեղադրանքի կողմը ունի պարտավորություն յուրաքանչյուր մեղադրյալի մասով, յուրաքանչյուր հետազոտված ապացույցի մասով նշել, որը որ մեղադրյալին է վերաբերելի։ Յուրաքանչյուր մեղադրյալի մասով։ Պաշտպանական կողմն էլ բնականաբար պաշտպանություն է իրականացնում, որքանով վերաբերելի չի կամ որքանով թույլատրելի է կամ թույլատրել չի, պաշտպանական կողմն էլ իր անկուն է արտահայտելու։ Հիմա ընդհանրապես հետազոտում ենք ապացույցները, ներկայացնում ենք, դուք ձեր մտահոգությունները հայտնեք, դատարանը ֆիքսում գրանցում է մոտ այդ ամենը։ Նորից եմ կրկնում, հարգելի պաշտպան, դատարանը չունի նման լիազորություն մեղադրողից պահանջելու ավելինը սրանից ես պլում։ Մեղադրանքի հասկանան, այս պլում ընդամենը մեկ վարկյան լրություն, ընդամենը մեկ անգամ եվս դատարանը մեղադրանքի կողմին առաջարկ արեց։
կողմի, պաշտպանական կողմին պարզաբանել։ Այդ տեսփուլում կարող եք նշել, որ մեղադրյալին է որքանով վերաբերելի հետազոտված ապացույց։ Հանրային մեղադրողը նշեց, որ վկաների ցանկում է նրանց բաց տվյալ անձը, սակայն տվյալ անձը կարա լավագույն դեպքում